Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարի երեկո, Մեծաբի եթերում է Արենանը, ես Արթուր Հայրապետյան, այսօր զրուցելու եմ ազգային ժողովի նախկին պատգամավոր Նայորա Կարապետյանի հետ, բարի երեկո։ Բարի ձեզ։ Տիկին Կարապետյան, մենք սպասում էինք, որ ամենայն հայոց կաթողիկոսին թույլ չեն տալու, որ մասնակցի եպիսկոպոսած ժողովին եւ ինչը որ նախորդ օրը ականատեսն ու վկան դարձանք, այսինքն սեկտը փակեցին եւ այլևս կաթողիկոսը չի կարող Հայաստանը լքել։ Այս իրականության մեջ, երբ որ այդ հայտարարությունը հնչեց, ես այդ օրը Սարյան փողոցով քայլելով գնում էի մեկ այլ հաղորդում վարելու եւ հանդիպեցի Սարյան փողոցում մեկ ուրիշ Հայաստան, այն որ Նիկոլա հայտարարում է, չէ, որ ամսի 8-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, արդեն այդ Հայաստանը կա, ուղղակի մենք հիմա պետքա փորձենք հնարավորինս տարալուծել այդ Հայաստանը, բերել հիմա ուզում եմ ասել նախկին Հայաստանի կարգավիճակում, բայց հիմա մեզ դիտողը նայելու է եւ այդ ասի, որ գիտեք ինչ նախկիններից հազիվ պրծանք, հիմա նորից նախկին է կանում։ Քանի որ այս թեզն էլ չի աշխատում, մենք բերենք հասնենք իրական եմ ուզում ասեմ, բայց Նիկոլը այդ Հայաստանին բանարել, հա, ամբողջապես աղավաղել, իսկական հայկականություն ունեցող Հայաստանին, որը մենք ապրել ենք, այո, շենացրել ենք, այո, այն որ նախկիններին անընդհատ մեղադրում են այդ մարդիկ քարին են դրել, իսկ այսօրվա իշխանությունները այդ քարին չեն թողել։ Հավատում էիք, սպասում էիք, որ կաթողիկոսին այս օրն են գցելու, որովհետև մի կողմից մղձավանջի մեջ էի, մի կողմից չէի հասկանում ինչա կատարվում եւ ամեն դեպքում ամենայն հայոց կաթողիկոսիներ վերաբերում են, ինչ որ վերաբերում էր։ Տեսեք, իհարկե սպասելի էր, որովհետև դրան նախորդեց Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը, որում ինքը շատ բաց ցուցումներ տվեց առանց թաքցնելու, իդեպ շատ հետաքրքիր է, փոխվել է խաղի կանոնները եւ բոլորը խաղում են բաց կարտերով։ Ասենք օրինակ, Թուրքիայի արտգործնախարարը բաց տեքստով ասում է, որ պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին եւ սպասում են նրա վերընտրվելուն։ Նույնը արվում է տարբեր օտարերկրյա պետությունների շատ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից, այսինքն եթե առաջ աջակցությունը արվում էր քողարկված եւ ամեն ինչ ներկայացվում էր, թե իբր Հայաստանում եղավ հեղափոխություն եւ վերջապես ժողովուրդն է տերը իր ճակատագրի, հիմա այս հայտարարությունները փաստում են, որ այն ինչ տեղի ունեցավ գրեթե 8 տարի առաջ, որևէ կերպ հայ ժողովրդի կամքի հետ կապ չուներ եւ ի նպաստ հայ ժողովրդի որևէ տեղ չի տանում։ Դա այդպես։ Ես շատ եմ ուզում անդրադառնանք մեր խոսքում հենց նույն Սարյան փողոցին, ցավոք Սարյան փողոցը այսպես ալեգորիկ կերպով, հա, դարձել է զուգահեռ Հայաստանի արտացոլման տարբերակներից մեկը, որովհետև եթե կհիշեք, մենք եղել ենք գինու փառատոնի օրերին շատ մեծ պայքարի են թեժ օրերում, ապրել ենք այն ժամանակաշրջանը, երբ ժողովրդի ճնշող մեծամասնությունը փողոցում են եղել, այն բազմամարդ միտինգներն եմ, հա, ես ասում, թե Սրբազան շարժման ժամանակ, թե նրան նախորդող շարժումների ժամանակ, մի ժամանակահատվածը համընկել է եւ չմոռանանք Արցախյան օրերը, հա, շրջափակման մեջ սարսափելի օրերը։ Այդ բոլոր ժամանակաշրջաններում Սարյան փողոցի վրա եղել է գինու փառատոն, այնտեղ եղել է ուրախություն, խինդ, ծիծաղ եւ այլն։ Դա կոտրվեց Բագրատ Սրբազանի այն քայլով, երբ նա ինքը գնաց գինու փառատոն եւ մենք տեսանք ինչպես նրան ընդունեցին այնտեղ, այսինքն անգամ փառատոնին մասնակցած մարդիկ այնպես չէ, որ ապրում էին այլ Հայաստանում կամ այլ սպասումներով, ուղղակի նրանք պայքարի ակտիվ ֆազայի մեջ չէին։ Հայացքները փոխվեց դեպի իրականություն։ Այո, բայց այն ինչ տեղի ունեցավ հանգստյան օրերին կաթողիկոսի հետ, որ նրան մեղադրանք առաջադրվեց, որքան էլ սպասելի լիներ, այդքան էլ անհեթեթ էր, ամոթալի էր եւ հայ ժողովրդի պատմության մեջ հաստատ սահմանալու է որպես ամոթանքի դրվագներից մեկը։ Վալենտին էին նշում։ Իդեպ Վալենտինը ոչ թե դերընթարաչը, որը որ պետք է որ նշեին, էլի հասկանալ։ Տեսեք, այստեղ խոսում է եկեղեցու այդ վեհահոգությունը
եկեղեցու մի քիչ քաղաքական գործընթացներից հեռու գտնվելը, որ եկեղեցին հայտարարեց շատ նախապես իր հավաքի անցկացման վայրի մասին եւ դա Հայաստանի Հանրապետության տարածքը չէր։ Իհարկե սպասելի էր, որ Նիկոլ իշխանությունը անելու է ամեն ինչ, որպեսզի այդ հավաքը տեղի չունենա իր վերահսկողության տարածքից դուրս։ Մարդիկ կային Տիկին Կարապետյան, որ ասում էին պետքա Մայրաթորը նախապես չհայտարարեր օրը։ Այսինքն ստացվում է այնպես, որ ինչ, մենք պիտի Նիկոլ օրակարգով շարժվում ենք հերիք չի, հիմա ամեն ինչ պետքա ծածուկ արվեր, ոնց պիտի արվեր։ Դե տեսեք, ես ինքս կարծում եմ, որ այնտեղ ինչ որ ընթացակարգեր գոյություն ունեն, իսկ եկեղեցին երևի թե այն քիչ կառույցներից է մնացել, որը իր կանոններին չի դավաճանում եւ ինչ որ ժամանակահատված նախապես պետք է նշել թե անցկացման վայրը, թե տեղը։ Եվ կարծում եմ, որ դրանով է պայմանավորված եղել, որ հայտարարվել է եւ բնականաբար ժամանակ է տրվել Նիկոլին դրա դեմ առնելու համար։ Հիմա տեսեք, այդ ժողովը իրենից ինչ վտանգ էր ներկայացնում էր թե չէր ներկայացնում, որտեղ տեղի կունենա եկեղեցու տեսանկյունից։ Այդ ամեն ինչը մենք կարողանանք հասկանալ, եթե եկեղեցական բարձր հոգևոր ժողովը ընդունի կոշտ հայտարարություն։ Ես կարող եմ ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանը այդ հայտարարությունից չէ, որ վախենում է։ Նիկոլ Փաշինյանը ծրագրում է ինչ որ հարձակում կամ ինչ որ գործողություն այդ ժողովի ընթացքում, դա կարող են լինել ինչ որ օրակարգ ստացած, հանձնարարություն ստացած այդ տիրադավերի կողմից ինչ որ այնտեղ անհամություններ, դա կարող է լինել ֆիզիկապես հարձակում, որտեղ ԱԱՑ-ականները Մայրաթորի տարածքում ցավոք արդեն տեսարան են, որը մեր աչքերը տեսել են, այսինքն ցանկացած քայլի Նիկոլը կարող է դիմել, բայց Նիկոլին պետք է, որ այդ ժողովը տեղի ունենա Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ես իդեպ շատ ծիծաղել է այդ արտահայտությունը եմ հանդիպել, ես մի քիչ դժվարանում եմ քպեական падգամավորների անունները հիշել, բայց կանանցից մեկը ասել էր, որ ինքն իր կյանքում չի հանդիպել ավելի եկեղեցուն մոտիկ, ավելի հոգևոր եւ ավելի հավատացյալ առաջնորդ, քան Նիկոլ Փաշինյանն է։ Այսինքն այս կարգի ցինիկության պայմաններում պատկերացնել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կարող է տանել դեպի ինչ-որ պայծառ ապագա, դա միամտություն է։ Դե ճիշտ է ասում, որովհետև քարոզա չէ նաև որոշում խմբագրել, նախորդ օրն էլ ասում էր քարոզները նմանեցնում էր ինչ որ նարցիսական, ինչ որ շարժումներին, ովքեր որ միայն քարոզում են ինչ որ պիտի պետականությանը վնասող, հա, եւ ասում էր, որ քարոզները պետքա փոխել, որովհետեւ քարոզների մեջ կան պետությունը վնասող տարրեր։ Հիմա ես չեմ կարող հա Նիկոլի բառամթերք օգտագործել, որովհետև դա մեծ ունակությունների եւ գիտելիքների տեր մարդիկ կարող են դա անել, բայց ամեն դեպքում դա անում էր։ Եվ հետո չմոռանանք, որ գանձագողության մասին էր խոսում եւ ասում էր, որ կաթողիկոսը որոշել է Մայր Աթոռը գանձերը տեղափոխել ինչ որ այլ երկիր։ Տեսեք, իր ընտրազանգվածը որևէ կերպով չցանկանալով վիրավորել որևէ մեկին, իր ընտրազանգվածին հաճելի արտահայտությունները ընկալելի եւ ընդունելի հենց դրանք են։ Երբ միջին վիճակագրական Նիկոլականը մտածի, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է Մայր Աթոռի ներքևում կա պատվալ, այնտեղ այնպիսի գանձեր են, որ անգամ թագավորները այդպիսի գանձեր չեն ունեցել եւ հիմա կաթողիկոսը պարզվում է որ պարկի մեջ լցնի այդ գանձերը գցի ուսից ու գնա Ավստրիա, այդ միջին վիճակագրական Նիկոլականը ասում է, որ կեցե Նիկոլ Փաշինյանը չի թողնում մեր Հայաստանի գանձերը տանել։ Իր համար որևէ գանձ չի հավատքը, իր համար որևէ գանձ չի առաջին քրիստոնյա պետություն լինելը, իր համար այն մեր ինքնություն պահպանող Մայր Աթոռի խորհուրդը որևէ գանձ չի կարող հանդիսանալ։ Իր համար գանձ է օրինակ ոսկե այբուբենը, որը կա մեր գանձարանում եւ որով մենք հպարտանում ենք։ Մի փոքրիկ անդրադարձել ձեր թույլտվությամբ Սարյան փողոցի մասին ասենք, որովհետեւ իրոք ես էլ օրերս մի մեծ հավաքի էի, մեծ ուրախություն էր, հարսանիք էր եւ ես նայում էի տեսնում էի մարդիկ ուրախանում են, որևէ մեղադրանք այդտեղ չկա, ես էլ էի շատ լիաթոք ուրախանում, բայց գիտեք, նայում ես կյանքը առաջ է գնում, ու մարդիկ տարբեր զբաղմունքների եւ տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ անպայման չէ, որ լծվեն երկրի կուրսը փոխելուն,
բայց անպայման է, որ այդ մարդիկ ընտրեն այն քաղաքական ուժերին, ովքեր որ իրենց հավատալով կկանխեն դա եւ լինեն այդ քաղաքական ուժերի կողքին։ Չմոռանանք, որ առաջին Արցախյան ազատամարտը երբ որ սկսվեց, Արցախը ազատագրել է Հայաստանի բնակչության, եթե չեմ սխալվում, 3 թե 5%, այսինքն շատ քիչ թվով մարդիկ են տոգորված եղել այդ գաղափարով եւ այդ ազգային մեծ հաղթանակը, որին մենք հասել ենք, էլի ամբողջ հայ ժողովրդի կողմից չի եղել։ Ճիշտ է, հնդածս արդեն աջակցությունը ավելացել է, թիկունքային աշխատանքը, թեկուզ նյութական այդ մեծ օգնությունը, որը եղել է, արդեն տարածվել է, բայց այդ մի քանի խենթերը, որոնք գտել են հնարը, նրանք շատ չեն եղել եւ միշտ է այդպես եղել եւ պետք չէ մտածել, որ եթե ժողովուրդը Սարյան փողոցի վրա անդարդ ուղեղները անջատած գինի են խմում, ուրեմն ամբողջ բեռը մնացել է մեր ուսերին։ Ճիշտ պայքար տանելու դեպքում շատ շատերը կլինեն փողոցներում, ինչպես մենք տեսանք 24 թվականին, երբ նույնպես ոչ ոք չէր հավատում, որ կլինի այդ զարթոնքը, որը եղավ։ Այնուամենայնիվ, հիմա շրջանը շատ բարդ է։ Կրկնում եմ, բոլորը խաղում են բաց կարտերով եւ բոլորի համար արդեն ես մեծ խաղացողներին նկատի ունեմ, տեսանելի է, որ Հայաստանը սեղանի շուրջ չէ, այլ սեղանի վրա է։ Այսինքն տեսնում են, թե Հայաստանից ելով ինչ օգուտ վերցնի։ Իսկ այս իշխանությունները այն իշխանություններն են, ովքեր շատ էժանագին հնարքներով փորձում են քողարկեն։ Օրինակ, սխալ թարգմանությամբ մարդկանց փորձում են ասել, որ Վենսը եկավ $9 միլիարդ ներդրում է լինելու։ Դա է քարոզչություն եւ այդ քարոզչության մասնակից իշխանությունը կարողանում է աշխատող քարոզչություն է դա։ Որտեղ շատերի մոտ տպավորություն էր, որ այո, Վենսը եկել է եւ Հայաստանը իշխանել որ ոչ թե մենք ենք գնում 9 միլիարդ պարտքի տակ, այո, այլ իրանք մեզ տալիս են 9 միլիարդ, դա պետք է կարողանալ։ Բայց մոռանում ենք, հա, դրա մասին խոսել եւ մարդիկ չեն հասկանում, որ Վենսի այցը Հայաստան եւ դրանից հետո ինչ տեղի ունեցավ, հա, տեղի ունեցավ հատուկ ծառայությունների, Ադրբեջանի հատուկ ծառայությունների մուտքը Հայաստան։ Այսինքն դրա մասին չխոսեցին, այն որ մենք սպասում ենք, որ գերիների վերադարձ պետքա լինի, եղավ ադրբեջանցիների ինչ որ, այսպես ասած, վերադարձ, այն դեպքում, որ մենք Արցախի ճակատագրով, Արցախի օրինակով մենք տեսել էինք, հա, այնտեղ ինչ էր կատարվում, ուղղակի այնտեղ մի փոքր տարբերություն կար, չճանաչած պետության հարցեր եւ Հայաստանը չեն կարող, հա, այսպես ուղիղ սահուն կերպով անցնել Հայաստանին։ Արվում է քայլ եւ դանդաղ քայլերով։ Տեսեք, հատուկ ծառայությունների ներկայացուցիչների այցը Հայաստան առավել եւս ընդլայնված կազմով, որտեղ երբ նրանք առաջին անգամ եկան, ընդամենը 4 թե 5 հոգի էին եւ մեջներ այդ կինները, որ մեծագույն մասնակցություն ունեցավ Արցախահայության բլոկադայի եւ 10 ամիս շարունակ մեր հայրենակիցների այդ գոյապայքարի կազմակերպման մեջ։ Տեսեք, այդ մարդկանց այցը Հայաստան ոչ միայն կազմակերպվեց Հայաստանի հաշվին, ոչ միայն այս կողմից մասնակցեցին մարդիկ, ովքեր վաղուց արդեն ունեն համբավ, որ սպասարկում են Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, այլև եղավ ճիշտ Վենսի այցից հետո, սիմվոլիկ կերպով այն շրջանում, երբ որ մենք սպասում ենք գոնե եւս մի քանի հոգու վերադարձ բանտից, իսկ Ալիևը, այսա շատ կարեւոր է, Վենսի այցին ընդառաջ ոչ թե լռեց, ոչ թե ինչ-որ դիվանագիտական պատասխան տվեց, իր հարցազրույցում մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ պատանդարված հայրենակիցներին, ովքեր դատվում են որպես դիվերսանտ, անվանեց, համեմատեց Նյուրնբերգյան պրոցեսի հետ, ասաց, որ որևէ ամնիստիա նրանց հանդեպ հնարավոր չէ լինել, որ նրանք շատ ավելի հրեշավոր հանցագործություններ են գործել մարդկության դեմ, քան ֆաշիստական շրջանի այդ հանցագործությունները, որոնք տեղի են ունեցել։ Այսինքն Ալիևը լեզուն այս տարածաշրջանում եւ համաշխարհային մակարդակով այնքան է երկարել, որ մի պետության ղեկավար
ով ռմբակոծել է ծննդատուն, ով ռմբակոծել է մանկապարտեզներ, ով սպանել է անչափահաս երեխաներ, ով տարեց մարդկանց ականջներ եւ գլուխներ է կտրել, հազար ներողություն այս համեմատականների համար, ով ֆոսֆորային ռումբեր է օգտագործել, ով վերացրել է ամբողջությամբ արցախյան անտառների ֆաունան, ով մեր մշակութային ժառանգությունը ուղղակի ռետինը վերցրել եւ ջնջում է քարտեզի վրայից, մարդով ռազմական հանցագործ է անվանում մարդկանց, ովքեր ապրել են իրենց երկրի վրա եւ պաշտպանել են իրենց հայրենիքը։ Ինչու է նա այսպես խոսում, որովհետեւ մեր երկրի ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Այո, ցավոք։ Եվ կուզենայի անդրադառնալ Ալեն Սիմոնյանի հարցազրույցին, ռուսական DOS հեռուստաընկերությանն է հարցազրույց տվել եւ բացի այն, որ երկիրը ներկայացնող մարդը, ով որ քեզ է ներկայացնում, գնում է այլ պետության, հա, հեռուստաընկերություն եւ բամբասում է, եւ նաեւ հայտարարություններ է տալիս, որ մեր բարձրաստիճան հոգեվորականները մանկապիղծ են, հա, ինչ որ գործողությամբ են, անթույլատրելի գործողությամբ են զբաղվել, որը ռուսերեն ասել է պագրյազլի, այսինքն ամբողջությամբ թաթախված են այդ կեղտի մեջ։ Այո։ Եվ այս իրավիճակում ինչ է կարծում, օրինակ մեր գլխավոր դատախազ Զուհին կկանչի Ալենին Սիմոնյան, ասի այդ հայտարարությունները, որ անում ես օթից չեն։ Հասկացանք, որ ձեր երկրի ղեկավարը օթից կախված լուրերով տարիներ շարունակ հայկական ժամանակը ողողել է։ Տեսեք, հենց օրերս, եթե չեմ սխալվում, հենց այսօր, եթե ոչ մի քանի օր առաջ, Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակեց միջազգային անկախ փորձագետների եզրակացությունը այդ հայտնի խայտառակ տեսագրության մասին, որտեղ իբրև թե փորձում էին ներկայացնել այդ կեղտոտ սեռական բամբասանքը Սրբազան հոր վերաբերյալ եւ որպեսզի ավելի սենց այդ ցմփ էֆեկտը ստացվի, սարքել էին արհեստական, ինչպես պարզվեց արհեստական բանականությամբ, մի տեսանյութ, որտեղ անգամ մարդկանց իդենտիֆիկացնելն էր անհնար, այդպիսի անորակ եւ ցածրակշիռ, հա, ինչ որ շատ էժան բան էին սարքել, այսինքն կեղծիքն էլ անգամ նորմալ չէին կարողացել անել եւ այդ հերքվեց։ Այսինքն մոտ կես տարի շարունակ սկսած երկրի ղեկավարի ազգային ժողովի ամբիոնից հնչեցրած այդ խայտառակ ցածր փողոցային արտահայտության քերակնոջ մասին երեք ստացավ իր հանգուցալուծումը եւ իմացանք, որ դա սուտ էր։ Լավ, ով է պատասխան տալու։ Այ հենց այդ եմ ուզում ասել։ Մարդը արդեն քանի ամիս անազատության մեջ է։ ԱԱԾ-ն գնալու է Ալեն Սիմոնյանի հայտարարության հետևից։ Չէ՞ որ մենք բանական մարդիկս հասկանում ենք, որ սա մերկապարանոց հայտարարություններ են։ Եթե դուք ունեք փաստեր, ոչ թե 7 տարի առաջ ինչ-որ մեկի ուսապարկում գցած եւ անհետացած ինչ-որ թմրամիջոցի մասին խոսակցություն, այլ փաստեր։ Այո։ Անկամ եթե այդպիսի բան եղել է, նախաձեռնվում է քրեական վարույթ։ Այ քրեական վարույթը նախաձեռնվում է մանկապղծության համար, ոչ թե որ Մասյացոտնի թեմի Գանձապետարանի կամ չգիտեմ հաշվապահական թղթերին շարունակի տիրապետել արդեն իսկ կարգալույց հռչակված մարդը եւ ինչ որ հայցի ապահովման միջոց։ Սա մի հատ բաներ է, որ մենք խոսում ենք։ Ես ամաչում եմ, որ մենք հիմա այս մասին խոսում ենք, բայց սա մեր իրականությունն է։ Սա միայն այսօր մեր իրականությունն է։ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները ռուսական ալիքով ճակատագրի հեգնանքով ոչ այն ինչ են, քան հիբրիդային պատերազմ հայ ժողովրդի դեմ։ Այո, նա ռուսական ալիքի միջոցով մեր դեմ, մեր հավատքի դեմ, մեր եկեղեցու դեմ վարում է հիբրիդային պատերազմ ու անում է երկրի թիվ 1 պաշտոնյան, որքան էլ երկիրը ղեկավարվի վարչապետի կողմից, վարչապետը ընտրվում է ազգային ժողովի կողմից, այսինքն պարլամենտական երկրի ազգային ժողովի նախագահան թիվ 1 պաշտոնն է։ Այո։ Եվ թիվ 1 պաշտոնյան այսքան տարվա մեջ չկարողացավ պատկերացնել իր պաշտոնի կշիռը։ Այլապես նա իրեն թույլ չէր տա այդ էմոցիոնալ բռնկումները, որը մենք 1000 անգամ տեսել ենք, հա, ծափ տվեք, Արցախը ապագա ունի, ուր է ապագան։
ուր են այդ նուրերը, որ դուք նկարվել եք, ովքեր որ թողել եկել են, չեն մարդիկ, պայքարել, ովքեր չեն կռվել իրենց ասենք հողի համար։ մարդիկ օր ու կեսում այնպիսի պայքար են մղել, սոված մնացած մարդիկ, Մի շարունակ։ այնպիսի պայքար են մղել, որ Ադրբեջանի զոհերի թիվը միայն խոսում է այդ մասին, որ մարդիկ կռվել են։ Եվ Տիկին Կարապետյան, այս իրականություն, այս աղետալի անverջ շարքը գնում է եւ մենք այդպես տեղ չենք հասնում եւ մենք էլ չենք կարողանում այս աղետալի օրերը եւ տարիները կանգնեցնել եւ հասնում ենք մի իրականություն, որտեղ որ Հայաստանի Հանրապետությունը գնում է համապետական ընտրությունների։ Հիմա այս իրավիճակում մենք ինչպես ենք կարողանալու այս կարճ ժամանակահատվածում ժողովրդին հասկացնելու, թե ժողովուրդը արդեն իսկ հասկացել է այս 8 տարիների ընթացքում, թե ինչ աղետի մեջ է, ինչ պատերազմների մեջ են, կապ չունի, որ այս մարդիկ հիմա ասում են, որ այլևս անվտանգ ենք ապրելու, խաղաղ ենք ապրելու, այդ խաղաղության անվան տակ գնալու են ընտրությունների, բայց ժողովուրդը հասկանում է, չէ, որ 3 պատերազմներ, այսքան զոհեր, տարածքների կորուստ, հայրենիքի կորուստ եւ կորուստները դեռ լինելու են, որովհետեւ սահմանազատում, սահմանակցում է դեռ տեղ ունենալու եւ ամեն ինչ նոր է սկսվելու Հայաստանի շուրջ ինչ որ կատարվում է։ Եվ որ այն Նիկոլը հայտարարում է եւ ասում է, որ ամսի 8-ին, հունիսի 8-ին արթնանալու ենք նոր Հայաստանում, դա հենց այնպես չի ասում, որովհետեւ այդ նոր Հայաստանը լինելու է Արևմտյան Ադրբեջան։ Եվ այս ժողովրդին մենք ինչպես կարող ենք հասկացնել, որ մասնակցությունը շատ կարևոր է ընտրություններում եւ այո գնալ ընտրությունների Նիկոլից բացի, ասում ենք Նիկոլից բացի, բայց կարող է եւ այնտեղ լինեն գրպանային ընդդիմություններ, Նիկոլի գրպանի, որ ու կլինեն։ Բայց թող մասնակցեն գոնե։ Տանենք ժողովրդին մասնակցության ընտրությունները։ Տեսեք, այդքան ժողովրդի ընտրության հարցը չէ, ինչքան գրագետ կազմված ընդդիմության ռազմավարության հարցն է։ Եթե գործը գնում հասնում է ընտրություններին, ուրեմն մասնակից բոլոր ընդդիմադիր ուժերի ռազմավարությունը պետք է լինի մեկը՝ միավորում ընդդեմ Նիկոլ Փաշինյանի եւ հանուն Հայաստանի ապագայի, ոչ թե հանուն սեփական աթոռների, հանուն սեփական ամբիցիաների կամ սեփական կուսակցության ծրագիր, թողնենք ինչ որ նյութական շահագրգռվածությունները, թեկուզ գաղափարական, քաղաքական ուժերը պետք է հասկանան, որ հիմա այդ պահը չէ, որ հենց իրենց առաջարկած ծրագրով, որ առաջ գնանք, գնալու ենք առաջ, հրաշալի ծրագրերով են հանդես գալու բոլորը, ես վստահ եմ դրանում, բայց արդյոք մենք կկարողանանք ունենալ քաղաքական դաշտում մի իրավիճակ, որտեղ օրինակ շատ իմ կողմից հարգված մարդկանցով համալրված նոր կուսակցությունները կգիտակցեն, որ առանձին գնալը նշանակում է Նիկոլին փոխանցել փոշիացված ձայները։ Արդյոք կկարողանան ամբիցիաները իջեցնել, զսպել եւ կազմել դաշինքներ այն ուժերի հետ, ովքեր ավելի մեծ շանս ունեն անցնելու եւ մեծ թիմով եւ մեծ, ոնց ասեմ, պատրաստական հայրենասերների խմբով ազգային ժողով մտնելը ավելի հեռու ճանապարհ է տանելու։ Արդյոք դաշինքները կլինեն իրար հանդեպ ազնիվ։ Այս ամենը քաղաքական process-ներ են, որտեղ ինչ որ երազանքների մոդել երբեք չի ստացվում, ինչպես թույլ է տալիս փորձը եւ մեր բոլորի գործը պետք է լինի ընդհանրապես երկու բան ընտրողին, ժողովրդին հիշեցնել ինչ ստացանք Նիկոլ Փաշինյանի օրոք, խաղաղություն եք ասում, շատ լավ, 19 թվականից 20 թվականը, երբ Նիկոլը նստեց հայտնի վերելակը դուրս եկավ եւ Ալիևը հաստատեց այսպես կոչված խաղաղություն, ուղիղ 1 տարի կրակոց չէր հնչում, փոխարենը ակտիվ պատրաստություններ էր գնում Ադրբեջանի կողմից, այդ խաղաղությունից հետո եկավ ողբերգություն, եկավ ամենամեծ հրահրված ծանր պատերազմ, դե հրահրվածները կարծում եմ ես եմ կարող դա ենթադրել, որ եղել է վերելակում, բայց այնուամենայնիվ ունեցանք շատ մեծ ողբերգություն։ Հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց խաղաղության խաչմերուկի մասին, այդ խաղաղության խաչմերուկը, ինչպես տեսնում ենք,
Թրամփի ուղի անվան տակ արդեն ամերիկացի գործընկերների կողմից հայտարարվում է, որ ֆինանսավորվելու են տարածաշրջանային գործընկերների կողմից։ Իսկ տարածաշրջանում մի կողմից Թուրքիան է, մյուս կողմից Ադրբեջանը։ Չեմ կարծում էլի, որ Թուրքիան ու Ադրբեջանը պիտի փող տան, որ մենք զարգանանք։ Չէ, նրանք փող պիտի տան, որ մենք վերանանք։ Եվ նաև անպայման պետք է հիշեցնել, որ եթե Նիկոլ Փաշինյանը ասում է, որ իրեն ընտրեք կլինի խաղաղություն, ուղղակի պիտի նայենք իրեն մեկ անգամ վստահեցին, երկրորդ անգամ շանս տվեցին, արդյունքում ինչ ստացան։ Ընդդիմությանը մեր ուղղված ուղերձները պետք է լինեն հերթական հիշեցումը, որ սա սովորական ընտրություններ չեն։ Որ մանդատ վերցնեք, գնաք 5 տարի եւս նստեք ազգային Ես նայում եմ, շատ եմ ցավոք նմանացնում 21 թվականին եւ եթե հաշվի առնենք, որ 21 թվականը շատ ավելի էմոցիոնալ եւ շատ ավելի ծանր տարի էր եւ այդ շրջանում համախմբվելը մեծ պարտության ու մեծ զոհերի բերած մարդու դեմ ավելի ռեալ էր։ Հիմա մի քիչ իմ լավատեսությունը հանգչում է եւ խնդրանքս է բոլոր քաղաքական ուժերին, թե դաշտում կայացած, թե հետագից ու ճանապարհ ունեցող եւ թե նոր ստեղծվող, որ մենք տեսնում ենք այս շրջանում նոր մարդիկ են գալիս կամ հին մարդիկ այլ ֆորմատներով են հանդես գալիս, պետք է շատ ստույգ եւ հստակ հաշվարկել սեփական ուժերը, որովհետեւ Դոնթի Բանաձևը գործում է հետևյալ սկզբունքով. խորհրդարան չանցած ուժերի տոկոսները բաշխվում են ամենաշատ ձայն ստացածին, հետո երկրորդին, հետո էլի ամենաշատ ձայն ստացածին, հետո երկրորդին, երրորդին, հետո էլի այսինքն եթե X քանակությամբ ձայն կա, այդ X-ի կեսից ավելին գնալու է Նիկոլ Փաշինյանին։ Իսկ արդյոք ձեզ ընտրողները համաձայն են, որ իրենց ձայները գնան։ Արդյոք հնարավոր չէ միավորվել։ Խոսքը երևի կրկնեմ Սերժ Սարգսյանի հայտնի վերջերս արած հայտարարությունը, որ խոսքը միասնական ցուցակով գնալու մասին չէ, քավլիցի, բայց խոսքը այն բանի մասին է, որ պետք է գրագետ ռազմավարություն ունենալ, իմանալ ազգային ժողով ինչպես անցնել, անցնելուց հետո այնտեղ ինչ քայլեր անել, ինչպիսի մարտավարություն ունենալ, այլապես այո դուք ճիշտ եք, հերթական 5 տարին կլինի, որ մենք այդ 5 տարին սպասեցինք, որ ազգային ժողովի մանդատները նրա համար են, որ կհայտարարվի անվստահություն եւ կիրականացվի իմպիչմենտ, այդպես սպասելով է մնացինք։ Եվ շատ կարճ, հա Տիկին Կարապետյան, մեր ձևովը հայտ ներկայացրեց քաղաքականություն Սամվել Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես է վերաբերվում տեխնացու որպես այդպեսին, որովհետև շատ խոսվեց, հա, որ նա չի կարող լինել վարչապետի տեխնացու, թեև սահմանադրությունը Նիկոլին թույլ է տալիս, որ ինքը կարող է այսպես գլխի վայր շուռ տալ, բայց ինչ որ Սամվել Կարապետյանի առումով չի կարելի։ Տեսեք, եթե նայում ենք իրավական առումով, Նիկոլը մեկ օրում փոխեց սահմանադրությունը, որպեսզի Հրայր Թովմասյանին կարողանա փոխարինել իր սրտի ՍԴ նախագահով։ Եվ բավականին տարբեր հայտարարություններ արեց, որ հենց այդ կետը պետքա փոխել։ Այո, կետը փոխել հնարավոր է։ Կետը հնարավոր է փոխել խորհրդարանում 2/3 ձայների շնորհիվ, այսինքն ասածս այն է, որ եթե ինչ-որ մի հրաշքով ընդդիմադիր ուժերը ունենում են այնտեղ 2/3, իրատեսելի է անձամբ Սամվել Կարապետյանի անձին, որպես մարդ, ով եկեղեցու կողքին է ամուր կանգնած, ով բարերար է, ով երբեք սեփական PR-ով զբաղված չի եղել, այլ գլուխը կախ արել է իր գործը, եւ մենք շատ ժամանակ իր արած գործերի մասին իմանում ենք post factum, հա, երբ ասենք օրինակ Գեղարքունիքից ընտրված падգամավոր ասում է մեր գյուղում օրինակ ոչինչ չի արվել, մեկ է պարզվում է, որ այդ գյուղի կեսի տանիքները ինքն է փոխել, մյուս կեսին է տներ է կառուցել։ Այսինքն որպես կերպար նա շատ ընդունելի մարդ է եւ մարդ է, ում հանդեպ կարող է ձևավորվել կոնսենսուս եւ նա լինի ֆավորիտ։ Շանս կա։ Շանս այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, որ շանսերը քիչ չեն, բայց ելի եմ կրկնում, այս 5 ամիսները, որ դեռ կան 4-5 ամիսները նախընտրական, նրանք կարող են շատ բարձր թափ հավաքել գրագետ ստրատեգիայի եւ ընդդիմադիր դաշտում հարաբերությունները պահպանելու շնորհիվ եւ կարող են կորցնել դա։ Այստեղ պետք է շատ նուրբ գնալ, նույն մեր ձևով շարժումը պետք է հասկանա, որ խոսքը այստեղ իրենց իշխանության գալու մասին չէ։ Եվ Սամվել Կարապետյանը գալու է ոչ թե
որպեսզի իրենց կուսակցությունը հաղթի, այլ որպեսզի կարողանանք հաղթենք Նիկոլ Փաշինյանին, բոլորս միասին, որ ոչ թե Սամվել Կարապետյանը իրենց կուսակցության ղեկավարն է, այլ Սամվել Կարապետյանը կարող է հանդիսանալ այդ մարդը, ում շուրջ լինի քաղաքական կոնսենսուս, իսկ քաղաքական կոնսենսուսի հասնելու համար պետք է լինեն քաղաքական կոնսուլտացիաներ։ Մեզ առջևում սպասում են շատ հետաքրքիր պրոցեսներ, բայց եկեք նաև չմոռանանք դաշտում մյուս մեծ խաղացողներին, մեծ ռեսուրս ունեցող կուսակցություններին, ովքեր եւս այս շրջանում պետք է կարողանան ճիշտ գիտակցեն իրենց ելակետային դիրքերը, հա, այս 5 տարում ինչպիսի զարգացումներ են եղել, իրենց հանդեպ ունեցած վերաբերմունքը ինչպիսին է եղել, այսինքն այս շրջանում փողոցային պայքարին պոտենցիալ հանող ուժերը, իսկ հավատացեք, որևէ փոփոխություն այսպես գեղեցիկ զուսպ եւ լուր ընտրություններով չի լինելու, կամ նախընտրական կամ յետընտրական փողոցային զարգացումներ այսպես թե այնպես լինելու են։ Ես հիմա ասում եմ որպես վերլուծաբան, հա, որպես քաղաքագետ, ոչ թե որպես մարդ ով կոչ է անում դուրս եկեք փողոց, չէ, փողոցային պայքար այսպես թե այնպես լինելու է, որովհետեւ շատ լավ գիտենք Նիկոլ Փաշինյանը ինչ ստավկա ունի դրած, այդ բառը օգտագործեմ, եւ ինչպիսի կենաց մահու պայքար է ուղղելու։ Կապրենք կտեսնենք, բայց պետք է լինել շատ լուրջ։ Այո, առաջ Աստված շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Կհանդիպենք։ Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։